Ողջունում եմ ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ բժիշկ Հայկ Մանասյանի հետ, սակայն մինչև մեր զրույցը սկսելը կխնդրեի բաժանորդագրվել ալիքին, հավանել այս տեսանյութը եւ գրել մեկնաբանություններ այն թեմաների վերաբերյալ, որոնք մենք կքննարկենք հաջորդ թիվ։ Բարև ձեզ, պարոն Մանասյան։ Բարև ձեզ։ Պարոն Մանասյան, ձեզ հաճախ տեսնում ենք բոլորին դեմ եմ շարժման անդամների հետ, կխնդրեի պարզաբանեիք դուք շարժման անդամ եք արդյոք, եթե այո, երբանից եւ ինչ օրակարգով։ Բոլորին դեմ եմ նախաձեռնությանը մենք միացել ենք, այսինքն մենք կազմակերպել էինք, նախաձեռնել էինք հիմնադիր ազատակարգ կուսակցություն, ոչ ֆորմալ, եւ մեր թիմով, մեր խմբով միացել ենք բոլորին դեմ եմ շարժմանը եւ հիմա հանդիսանում ենք բոլորին դեմ եմ նախաձեռնության մասնակից եւ բոլորին դեմ եմ նախաձեռնության անդամ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ բոլորին դեմ եմ նախաձեռնությունը մասնակցելու է ընտրություններին։ Այո, բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցությունը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում եւ այդ կուսակցության ցուցակներով, այդ կուսակցության հետ միասին մենք նժար շարժումը, չգիտեմ այս ընթացքում էլի միավորում կլինի թե չէ, բոլորին դեմ եմ նախաձեռնության հետ միասին, այո, մասնակցելու ենք ընտրություններին։ Ով է վարչապետի տեխնացուն։ Ընտրությունը դեռ չի։ Ընթացական գոյություն ունի, սկզբում ընտրելու ենք պատգամավորների տեխնացուների ցուցակը, այնուհետև դրանից որոշ ժամանակ անց նաև վարչապետի տեխնացուի հարցը կլուծվի, ընտրությունները տեղի կունենան։ Դուք հավակնում եք։ Մենք ունենք խնդիրներ վարչապետի տեխնացուի հետ կապված այն մասով, որ ով հավակնում է դառնալ վարչապետի տեխնացու, պետքա պարտավորվի, որ վարչապետ լինելու դեպքում 100 օրվա ընթացքում իրականացնելու է նոր ընտրություններ, ընտրական օրենսգրքի, ուրեմն փոփոխություններից հետո ավելի ներառական եւ ավելի արդար սկզբունքներով, առանց ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահման, ահա այդ վարչապետի տեխնացուն պետքա ինքնասահմանափակող, ուրեմն պայմանագիր, այսպես ասած, ստորագրի, որ ինքը այդ 100 օրից հետո 10 տարվա ընթացքում չի հավակնելու որևիցե բարձրագույն պաշտոնի։ Սա նրա համար է արվում, որպեսզի շահադիտությունը կամ, չգիտեմ, այսպես ասած, որպեսզի ավելի բարձր վստահություն ունենա այդ տեխնացուն ընտրողների մոտ։ Այսինքն գալիս ենք ոչ թե աթոռի համար, այլ գալիս ենք փոփոխություններ իրականացնելու եւ նոր ընտրություններ սահմանելու համար։ Ահա այս կետը ինձ համար խնդրահարույց է եւ ես դեռ որոշում չեմ կայացրել, թե արդյոք նման պայմանով համաձայն եմ լինել վարչապետի տեխնացու։ Պարոն Մանասյան, տեսեք, կուսակցության անունն է բոլորին դեմ է եւ գիտենք, որ մեր հասարակության մեջ միշտ կան մարդիկ, ովքեր բոլորին դեմ են։ Ընտրելով հենց բոլորին դեմ լինելով, այլ ոչ թե ձեր քաղաքական ուժին սատարելու մղումով, ձեզ քվեարկելը օրինակ ազնիվ է մյուս տեխնացուների, մյուս քաղաքական ուժերի հետ համեմատությամբ։ Տեսեք, եթե դուք սոցհարցման մասին եք ասում, մարդը տանը նստած դուք զանգ եք հարցնեք, դուք բոլորին դեմ եք, դուք չեք կարող կողմնորոշվել, այդ մարդը բոլորին դեմ է առհասարակ, թե բոլորին դեմ է որպես քաղաքական դիրքորոշում մեզ ձայնը տալու եւ հետագայում մեր խոստումին համապատասխան իր քվեն ռեալիզացնելու։ Բայց եթե սա երբ որ սոցհարցում է արվում կամ զանգել եք տանը հարցնում եք, բայց եթե մարդը վերակացել գնացել անդրատեղամաս ընտրելու բոլորին դեմին, ուրիշ ինչի համար պիտի մարդը ասեն գնում էր ուրիշին ընտրել, կարծում եք, եսից փոշմանում է, որոշում ընտրել բոլորին դեմին։ Սովորաբար բոլորին դեմ մարդիկ չեն գնում ընտրության։ Հենց մեր նախաձեռնության իմաստն է այդ մարդկանց համոզել, որ իրանք գնան ընտրության, իրենց քվեն չտալ ավտոմատ կերպով գործող իշխանություններին կամ այլոց, որովհետև եթե մարդը բոլորի դեմ է, ում նստում է տանը, ոչինչ չի անում, իր ձայնը ինքստինքյան ավտոմատ կերպով անցնում է
իշխանություններին եւ այլոց։ Այն դեպքում, երբ որ ինքը բոլորին դեմ էր, մենք հնարավորություն ենք տալիս այդ մարդկանց իրացնելու իրանց քաղաքական համոզմունքը, իրենց ձայնը տալով մեզ, որպես բոլորին դեմ եմ քվեաթերթիկ, որպես բոլորին դեմ եմ մանդատ։ Պարոն Մանասյան, գիտեք ինչու եմ ասում, որովհետև մեր ընտրությունների պատմության մեջ միշտ եղել են մարդիկ, ովքեր գնացել են եւ իրենց ձայնը տվել են, ասենք, օրինակ, արդեն երջանկահիշատակ Չակ Նորիսին։ Հիմա որ այդ մարդն էլ չէ, ի սկզբանե ուրեմն բոլորին դեմ էր, բայց գնացել են դրա տեղամաս։ Այսինքն Եվ քանի տոկոս է կազմում դա։ Դե քիչ տոկոս է կազմում, բայց Ինչքան քիչ տոկոս ասվածն էլ է հարաբերական։ Դա այնքան քիչ տոկոս է, որ գրեթե 0-ի է մոտենում, համաձայն եք։ Համաձայն եմ, բայց կարծում եմ, որ այնուամենայնիվ երբ որ մարդը մտնում է քվյա խցիկ եւ տեսնում է ցուցակներ ու այնտեղ գրած է բոլորին դեմ եմ, գուցե ինչ-որ մի պահի նրա մոտ առաջանա ցանկություն հենց բոլորին դեմ քվյարկելու։ Ուրեմն թող քվեարկի բոլորի դեմ եմ։ Ինչ խնդիր եք տեսնում ստեղ։ Չէ, նկատի ունեմ, որ ինքը գուցե Ինչ խնդիր է։ Ասեմ, ոչ թե ցանկանում է ձեր քաղաքական ուժին քվեարկել, այլ այսպես բոլորի ինադու քվեարկել։ Ոնց։ Բա մենք բոլորին ինադու ենք, հենց էլի։ Այդ ճիշտ մեզ է պետք քվեարկել, էլի։ Մենք այդ բոլորին դեմ եմ քվեաթերթիկը նես չի որ տուն ենք տանելու այդ քվեներն ու այդ ձայները։ Այսինքն երբ որ պատկերացնենք այդ մարդը հենց այդ պահին որոշեց, այսպես բարկացավ ու թեև անունը չգրած չի բոլորին դեմ եմ քվեաթերթիկ, գրած է բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն գրած է։ Գրած է, պատկերացնում եք, եթե մարդը կարդալ գիտի, արդեն ընդ մոլորեցնելու հարց չկա։ Երկրորդ Այս մարդը տվեց իր քվեն, մի քանի հնարավոր սցենարներ կան։ Պլան մինիմում, այսինքն եթե ոչինչ մեզ մոտ չի ստացվում, մենք անցնում ենք պարլամենտ առանց որպես դեկորացիա, հա, մեր ձայնը ոչինչ չի նշանակում։ Այնտեղ կա սահմանադրական մեծամասնություն, ով ինչ օրենք ուզում հաստատում է, ինչ օրենք ուզում դատում է։ Ոնց որ դակում է, ոնց որ հիմա է։ Ասենք մի կուսակցություն վերցրել է սահմանադրական մեծամասնություն։ Այդ դեպքում մենք մանդատները դնում ենք եւ դուրս են գալիս որպես բոլորին դեմ եմ։ Այսինքն ունես չի որ այդ մարդու քվեարկածը գնում է ինչ որ ուրիշ բան է դառնում։ Եթե մենք այնքան ձայն ենք հավաքում, բոլորին դեմ եմ քվեն այնքան շատ է լինում, որ մենք ազդում ենք քվեարկությունների ուրեմն վրա, կարողանում ենք փոխել քվեարկությունը։ Էլի պահպանում ենք բոլորին դեմ եմ սկզբունքը։ Այսինքն, օրինակ, առանց մեր նախաձեռնության, առանց մեր մասնակցության, որևիցե մեկի օրենքին կողմ չենք քվեարկում, կամ ստեղծում ենք էլեկտրոնային հարթակ, որտեղ ընտրողները իրանց խնդիրները ներկայացնում են ուղիղ ժողովրդավարության սկզբունքով, մենք այդ ամեն ինչին քաղաքական տեսք ենք տալիս եւ տեղափոխում ենք, ներկայացնում ենք օրենսդիր բարձրագույն ամբիոնում։ Եվ մի տարբերակ էլ, եթե մենք այնքան ձայն ենք ունենում եւ կամ գործող քաղաքական ուժերը պարլամենտ անցած չեն կարողանում իրենցով վարչապետի տեխնացու ներկայացնել, համաձայնության չեն գալի։ Մենք մեր առաջարկն ունենք, մեր վարչապետի տեխնացուով 100 օր հետո ընտրական օրենսգրքի փոփոխություններով գնալ նոր ընտրությունների։ Այսինքն տարբեր ձայների քանակի դեպքում քվեների տարբեր աստիճանի եւ դասավորվելու տարբեր դասավորվածքների դեպքում մենք ունենք այդ իրավիճակին համապատասխան լուծում, որտեղ բոլոր փուլերում բոլորին դեմ եմ տրամաբանությունը պահպանվում է։ Պարոն Մանասյան, փորձենք մի հատ իրավիճակ հասկանալ։ Խորհրդարան են անցել քաղաքացիական պայմանագիրը, որը ունի մեծամասնություն, եւ ընդդիմադիր ուժեր, ենթադրենք Հայաստան դաշինքը, Գագիկ Ծառուկյանը իր քաղաքական ուժով եւ Սամվել Կարապետյանն ու դուք։ Մի խոսքով։ Հա, եւ կա վարչապետ ընտրելու, ուրեմն խնդիր։ Այս պարագայում բոլորին դեմ եմ շարժումը կընտրի ընդդիմության վարչապետին եւ երկրում իշխանափոխություն։ Ոչ ընդդիմության, ոչ իշխանության, մենք մեր ձայները չենք տա։
Եթե նրանցից ոչ մեկը չի կարողանում ընտրել եւ չեն էլ ուզում գնալ կամ նախընտրում են չգնալ երկրորդ փուլ, որտեղ երկրորդ փուլով էլ նրանք կարան իրանց հարցերը լուծեն։ Եթե ոչ մեկը մեր ժողովուրդը հենց այդպես իրավիճակի չի հանդիպել, այսինքն մեր օրենքում ինչ տեսակ անհեթեթություն կա, մեր ժողովուրդը ամբողջ ծավալով դեռ չի տեսել։ Բայց այդպես տարբերակ կա, որ այդ երկու ուժերը, ովքեր չեն կարողանում իրենք իրենցով ներկայացնել կառավարություն, վարչապետի տեխնացու, կարող են նրանք գնալ երկրորդ փուլ ընտրությունների։ Էլի ամբողջ երկիրը համապետական ընտրությունների տանել։ Սրա փոխարեն մենք առաջարկում ենք հետևյալը. այդ երկրորդ փուլ գնալու փոխարեն մեր տեխնացուին տալ իրենց ձայները եւ 100 օր հետո այլ խաղի կանոններով գնալ նոր ընտրությունների, որտեղ նման իրավիճակում այսպես թե այնպես նրանք պիտի գնան նոր ընտրությունների։ Մենք նոր բան չենք հորինում։ Պարզապես նոր ընտրությունները կլինեն ոչ թե անմիջապես առաջին ընտրություններից հետո, այլ մեր ասած 100 օր հետո։ Մի այսպիսի հարց մենք մեր ձայները որևիցե մեկին չենք տալու, ոչ սկզբում, ոչ էլ ընթացքում հետագայում մենք որևիցե մեկին մեր քվեն չենք տալու։ Մենք բոլորին դեմ ենք եւ վերջ։ Պարոն Մանասյան, ասում եք ընտրվելու պարագայում նշանակում ենք նոր ընտրություններ, բայց եթե դուք ընտրվում եք, ինչպես չլսեցի հարցը, ներողություն։ Ասում եք ընտրվելու պարագայում մենք 100 օր հետո նոր ընտրություններ ենք, չէ՞ նշանակում։ Վարչապետ ընտրվելու պարագայում։ Այո, հիմա եթե ձեր քաղաքական ուժը հաղթում է այս ընտրությունները, նշանակում է, որ դրանք արդար են եղել։ Եթե արդար են եղել, ապա ինչ կարիք կա նոր քաղաքական ուժ, նոր ընտրություններ նշանակելու, կամ եթե այս ընտրությունները ամեն դեպքում արդար չեն, ինչու եք դրան ընդհանրապես մասնակցում։ Հասկանալի էր հարցս։ Այո, այս ընտրությունները արդար չեն, այսպես թե այնպես։ Սա իմ համոզմունքն է։ Այս ընտրությունները արդար չեն։ Եվ որևիցե մի ընտրություն, որ եղել է մինչև այսօր, երևի 91 թվականը չհաշված, արդար չի եղել։ Անարդար է եղել կամ օրենքը, անարդար է եղել կամ ընտրակարգը, կամ անարդար է եղել ընդհանրապես ամեն ինչ, ասենք օրենքը, սենց թե նենց մի բանի պետք չէր, բայց այն աստիճան ընտրակաշարքներ, ընտրախախտումներ, լցոնումներ եւ այլն։ Հենց հիմա իշխանությունը իրականացնում է պաշտոնական ընտրակաշարք թոշակների բարձրացումով եւ բժշկական ապահովագրության ներմուծումով։ Հենց հիմա իշխանությունը բազմաթիվ չարաշահումներ անում արդեն իսկ այս ընտրությունները անարդար համարելու համար։ Հենց հիմա հաղորդումներ կան ընտրակաշարքի նաև այլ ուժերի կողմից, որոնք ես որպես անհատ հավատում եմ, որ ճիշտ են եւ հավատում եմ, կարծում եմ, որ շատ-շատերը ընտրակաշարք կբաժանեն։ Իհարկե ոչ այդպես բացահայտ, բայց կբաժանեն։ Օրենքն էլ իր հերթին է անարդար։ Մի խոսքով ծերից ծեր, թե պաշտոնական թե ոչ պաշտոնական հարցերը անարդար են։ Հիմա հարց, մենք պետք է այս հարցը շտկենք։ Ոնց տարբերակ 1, այսինքն չէ, կարանք եւ չշտկենք, կարանք գնանք ամեն մեկս մեր տունը, զբաղվենք մեր մասնավոր կամ անձնական գործերով, մեր մասնավոր բիզնեսով կամ անձնական կյանքով, մեր մասնագիտական, պրոֆեսիոնալ գործունեությամբ եւ մեր նախասիրություններով, հոբիով եւ այլն։ Այսինքն այս մի տարբերակը կա։ Հիմա մենք այս գլխացավի տակ մտնում ենք, թողնելով այս բոլոր բարեկեցիկ վիճակները, որովհետև մեզանից գրեթե ոչ ոք այնպես չի, որ բարեկեցիկ կյանք իր համար չի ստեղծել կամ չի կարող ստեղծել։ Մենք բոլորս իշխանությունից ինչ-որ բան ստանալու կարիք չունենք։ Մեզանից յուրաքանչյուրը բոլորին դեմ շարժման մեջ գրեթե չկա մեկը, ով իշխանություն ունենալուց ինչ-որ ավել բարիքներ է ունենալու կյանքում։ Ճիշտ հակառակը։ Մեծանալու է հոգսը, չարչարանքը, աշխատանքը։ Սա սենց։ Հիմա մյուս տարբերակը, լավ, մեր երկիրն է վերջին հաշվով։ Ինչ ենք անում։ Տարբերակ 1, եթե հնարավորություն ունենայինք, հեղափոխություն կանեինք, չենք կարող անել, անիրատեսական է։ Ուրեմն մյուս տարբերակը, քայլ առ քայլ քաղաքական process-ներին մասնակցելով, քայլ առ քայլ մեր ժողովրդին քարոզելով,
բացատրելով, օրինակ ծառայելով, բերել միայն հասունացնել մի այնպիսի վիճակ, որ մի օր կկարողանանք ունենալ լավ համակարգ, արդար համակարգ, ներառական համակարգ, այսպես։ Այսինքն սա մի երկար գործընթացի սկիզբն է, կամ շարունակությունը, չգիտեմ ոնց կընկալեք։ Պարոն Մանասյան, քանի որ ընտրական օրենսգրքից եւ արդարությունից խոսեցիք եւ ընտրական օրենսգրքի արդարությունից խոսեցիք, 2 օր առաջ, թե 3, լավ չեմ հիշում, ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարվեց եւ սահմանվեց արգելք անձնանունները ուրեմն քաղաքական ուժերի դաշինքների անվան մեջ գործածելու վերաբերյալ, բոլորից համար հասկանալի է, որ դա Սամվել Կարապետյանի համար էր արվում, դուք սա արդար համարում եք եւ ձեր կարծիքով որտեղ է հանրային շահը, որ անվան մեջ օրինակ անձնանուն չպետք է լինի, բոլորն էլ եթե գնում են քվեարկության, գուցե ինչ-որ մեկներ Սամվել Կարապետյանի համար են ընտրում այդ քաղաքական ուժին։ Ես այսօր առավոտյան ուղիղ եթերով այս ամեն ինչին անդրադարձել բացատրել եմ, փորձեմ հնարավորինս հակիրճ այստեղ էլ ներկայացնել։ Եթե ինչ-որ մեկի անուն ազգանունի համար են գնում ընտրության, տենց պարլամենտի ընտրությունների չեն գնում, այսինքն ինչ-որ մեկի անուն ազգանունով 10, 20 կամ 50 հոգի եթե պիտի բերեն պետական մարմին, ապա այդպես պարլամենտ չեն ընտրում, այդպես ընտրում են նախագահ, մի հոգու խաթեր ընտրում են այդ մի հոգուն որպես նախագահ, նորմալ երկրներում։ Պատկերացրու, իսկ պարլամենտը պետքա լինի բազմազանություն։ Պարլամենտում պետքա ոչ թե մի քանի հոգու անունով գան ուսապարկեր կամ ուրիշ մի հատ առարկաներ, մարդկանց անհայտ, կամ անձինք, անդեմ անձինք, ովքեր չունեն քաղաքական կապիտալ, ովքեր իրենցով չէին կարող դառնալ падգամավոր։ Այսպիսի մարդիկ չպիտի մտնեն պարլամենտ։ Պարլամենտ պիտի մտնեն մարդիկ, ում հանրությունը ճանաչում է եւ падգամում է օրենսդիր եւ ներկայացուցչական գործառույթ։ Ահա այս ճիշտը սենց է։ Մեզ մոտ այսպես է, ոչ։ Եթե նույնիսկ Սամվել Կարապետյանի դեպքում, ասենք, հանեցին անունը, դուրս դրեցին անունը, բայց ասենք թե քաղաքացիական պայմանագրի անվան հետ կարծես թե ամեն ինչ կարգին է, բայց չէ որ քաղաքացիական պայմանագիրն էլ մի մարդու անունով է։ Մի մարդու Նիկոլ Փաշինյանի անունով այդ ուժը իշխանություն ստանում պարլամենտում։ Այսինքն այո, սա անիրավ է, հակաիրավական է եւ սա անարդար է։ Սա հակաքաղաքագիտականն է։ Սենց պետություն հնարավոր չի կառուցել ու նորմալ պետություն կառուցել։ Այսինքն թե Սամվել Կարապետյանի մոտեցումը, թե Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, երկուսն էլ քաղաքական ոչ հասուն, իսկ ավելի ճիշտ անձնական նեղթիմային շահադիտական այսպես մոտեցումներ են, պարզապես մեկը Նիկոլ Փաշինյանը իշխանություն ունի, ինչ օրենք ուզում է գրում է, մյուսը իշխանություն չունի եւ այս դեպքում ինչ օրենք ուզում չի գրում։ Բայց բոլոր դեպքերում այո անուններով չպիտի լինի, բայց դա չի նշանակում, որ մի հոգու խաթեր պիտի մի ամբողջ այսպես կուսակցություն մտնի պարլամենտ։ Նայեք, ժողովուրդը անցած ընտրություններին ընտրել է Նիկոլ Փաշինյանին ու նրա ժողովուրդը հայտնվել է պարլամենտում, Ռոբերտ Քոչարյանին որոշ մասը ու նրա ժողովուրդն է հայտնվել պարլամենտում, Սերժ Սարգսյանին եւ Արթուր Վանեցյանին ու նրանց ժողովուրդը հայտնվել են պարլամենտում։ Այսօրվա մեր պարլամենտում այս անուն ազգանունով մարդկանց թիմակիցներն են։ Բայց այս անուն ազգանունով մարդկանցից եւ ոչ մեկ պարլամենտում չի։ Ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Վանեցյանը։ Ոչ ոք պարլամենտում չեն։ Այսինքն ժողովուրդ ջան, մենք ում եք ընտրել, այս մարդիկ, որ հիմա նստած են պարլամենտում, իրանց մենք դուք ընտրել եք։ Ոչ։ Բայց ինչ գործ ունեն այնտեղ 5 տարի։ Մեր հաշվին, մեր աշխատանքի հաշվին աշխատավարձ են ստանում, մեր հաշվին այնտեղ ապրում են, հեսա թոշակներ էլ կստանան բարձր, էլի մեր հաշվին։ Հիմա սենց ճիշտ չի։ Դա ո՞նց է պատկավորել ընտրական օրենսգրքով։ Հիմա նայեք, օրինակ եթե ներառականության սկզբունքով անցողիկ շեմը դարձնում եք 1%,
Չէ, կուսակցությունների համար դա նախընդհանրապես բոլորին դեմ է մի լուծումը 100 օրվա ժամկետում մի բան է, մեր լուծումը որպես հիմնադիր ազատակարգ կուսակցության լուծում, դա բավականին խոշոր բան է, այդ լուծումը ոնց է երկպալատ պարլամենտ, նախագահական համակարգ եւ այլ, էսի մեր լուծումը, ասես կոպիտ ասած մեր քաղաքական ուժի, բայց բոլորին դեմ է մի շրջանակներում առաջարկը հետեւյալն է. Այս պարլամենտական սիստեմում հնարավորինս արագ սարքել անցողիկ շեմը 1%։ Այդ դեպքում ամեն կուսակցությունից կարող են անցնել 1-2 հոգի, ու այդպես շատ կուսակցություններ կլինեն։ Կլինեն եւ կուսակցություններ, որտեղից կանցնեն 10, 20, 30 հոգի, հարց չկա, բայց 1-2-3 հոգի ամեն կուսակցությունից կկարողանան անցնել, եթե ընտրական շեմը ցածր է։ Իսկ ցանկացած կուսակցությունում առաջի մի քանի համարը դրանք հանրությանը հայտնի քաղաքական կապիտալով մարդիկ են։ Քաղաքական ճանապարհ անցած կամ հանրային կյանքում աչքի ընկած մարդիկ են։ Ահա սա խնդրի լուծումը։ Ոնց անես, որ այնտեղ ոչ թե հայտնվեն անդեմ անձինք, այլ հայտնվեն մարդիկ, ովքեր հանրության կողմից այս կամ այն չափով ճանաչված են կամ քվե ունեն։ Կարող են ինձ եւ ձեզ դուրս չգալ, բայց եթե մարդը 15000 հոգի ընտրող ունի, 20000 ընտրող ունի, ինչի՞ չպետք է անցնի պարլամենտում ներկայացնի իր ժողովրդին։ Ինչու պիտի դրա փոխարեն, ասենք, չգիտեմ, օլիգարխների կամ գործող իշխանությունների թիմակիցները բոլորին անհայտ, ինձ անհայտ, ես նես քաղաքական կյանքում նես ոչինչ ուշադիր եմ էլի եղել, միշտ անհայտ անանուն մարդիկ գալիս են ու ասում են ժողովուրդ ջան, այսօրվանից մենք ենք ձեր իշխանությունը, 5 տարի մենք ենք լինելու։ Պարմանացիան, բայց այդտեղ խնդիր չկա, որ օրինակ 1-1%-ներով ուժերը անցնեն երկուական ենթադրենք պատգամավորներով, օրինակ կոալիցիաներ չեն լինի, օրենքներ չեն ընդունվի, որտեղ ամեն պատգամավոր, ամեն ուժ իր տեսլականը ունի եւ ըստ էության գուցե ընդհանրապես օրենքներին չքվեարկեն։ Տեսեք, մեծամասնական համակարգից տեղյակ եք, չէ, երբ որ ամեն մարդ իր անուն ազգանունով ընտրությունների է մասնակցում եւ աշխարհի շատ երկրներում կա եւ Հայաստանում էլ եղել է։ Մեծամասնական համակարգում ամեն մեկը մի հոգի ինքն իրան այսպես ասած ներկայացնում։ Ամեն մեկը ինքն իրան է ներկայացնում։ Բա ո՞նց է աշխատում այդ համակարգը։ Աշխատում է, չէ։ Հրաժարվել ենք դրանից։ Դրանից ուրիշ բանի համար ենք հրաժարվել։ Դրանից հրաժարվել ենք, որովհետեւ մեծամասնական համակարգում թաղային խուժանը, օլիգարխները եւ քրյա օլիգարխիկ տպերն էին առաջի պլան գալի։ Սրա համար են դրանից հրաժարվել։ Դրանից չեն հրաժարվել, որտեղ ինքը վատ է աշխատում։ Դրանից հրաժարվել են, որովհետեւ իրավական դաշտը չի աշխատում, որպեսզի ամեն մեկին իր տեղը դնի ու առաքինի կամ համոզմունքներով մարդիկ գան առաջի պլան։ Սրա համար են հրաժարվել։ Բայց եթե օրինակ կուսակցությունները հարց չկա, բայց ինչի մեծամասնական համակարգով 100 հոգի իրարից անկախ ենթադրենք, կարան գան հավաքվեն պարլամենտում։ Այդ հիմա էլ տենց լինի, ամեն կուսակցությունից ենթադրենք 1-2 հոգի կգան, մի քանի կուսակցությունից էլ 10-20 հոգի կգան։ Ինչու ոչ։ Եվ մի հատ շատ կարևոր բան էլ ասեմ, վերջին հաշվով կուսակցական համակարգ, մի խոսքով իստեղ եթե մենք համակարգային ենք ուզում քննարկել, ես չգիտեմ ձեր հաղորդման ձևաչափի մեջ ինչքան խորը կարելի է այսպես գնալ։ Ինձ թվում է մենք ընթացիկ հարցեր ենք քննարկում։ Համենայն դեպս կուսակցությունները նրա համար չեն, որ մի հոգի իր հետևից անծանոթ մի քանի հոգու տանի լցնի պարլամենտ։ Կուսակցությունները նրա համար են, որ առանձին քաղաքական դեմքերի թեւ ու թիկունք կանգնի, ֆինանսավորի, հաշվապահական իրավաբանական ծառայություն մատուցի, քարոզարշավներին մասնակցի, ներկայացնի։ Կուսակցությունը քաղաքական դեմքերին սպասարկելու համար է, ոչ թե մի քաղաքական դեմքի անձնական օգտագործման համար։ Կուսակցությունը դրա համար է։ Շատ լավ։ Ես իմ պատկերացումն եմ ասում, իմ համոզմունքն եմ ասում։ Կարա կուսակցությունը լինի կոմունիստական կուսակցության նման, Չինաստանի նման, մի կուսակցություն լինի եւ վերջ։ Բայց Հայաստանում, ժողովուրդ ջան, այն ինչ հիմա կա, անցողիկ շեմի իջեցնելը նպաստելու է, որպեսզի համակարգը կայանա, որպեսզի քաղաքական դեմքերը գան առաջի պլան։
Ու եթե այդ քաղաքական դեմքերը իրար հետ պայմանավորվելու օրենքների շուրջ քվեարկելու համար պետք է համագործակցեն, ապա պիտի համագործակցեն։ Ոչ թե արդյունավետության խաթր ասենք մի հատ թագավոր են կարգե երկրում, այդ թագավորը ինչ որոշեց, այնտեղ բոլորը ասում են այո։ Ինչ որոշեց, բոլորը առանց մտածելու ասում են այո։ Սա հանրապետություն չի, սա սահմանադրական կարգի տապալում է, եթե ուզում ենք ճիշտ իմանանք։ Պարոն Մանասյան, թեև ասում եք, որ ընտրվելու պարագայում նոր ընտրություններ եք անելու, բայց այնուամենայնիվ սրանք էլ են ընտրություններ եւ քաղաքական ուժերը մասնակցում են խոստումներով։ Օրինակ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ասում են խաղաղություն, դա իրենց կարգախոսն է, ասում են խաղաղություն ենք բերել, որ մենք լինենք խաղաղություն է լինելու, որ մենք չլինենք պատերազմ է լինելու։ Սամվել Կարապետյանը եւ իր թիմը աշխատատեղեր են խոստանում, տնտեսական զարգացում, արժանապատիվ կյանք են ուրեմն խոստանում։ Երկրորդ նախագահի թիմը արժանապատիվ խաղաղություն է խոստանում եւ այսպես ամեն քաղաքական ուժ իր ծրագրերն ունի։ Այսօր էլ օրինակ պրեզենտացիաներ եղան տնտեսական հարցերի հետ կապված։ Ձեր քաղաքական ուժը ունի ոլորտային ծրագրեր, ունի խոստումներ, որոնք օրինակ մարդկանց կշահագրգռեն, որպեսզի նրանք ընտրեն ձեր քաղաքական ուժին։ Մեր քաղաքական ուժը իշխանություն ոչ թե պարլամենտ անցնելու, այլ իշխանություն վերցելու դեպքում խոստանում է նոր ընտրություններ ավելի արդար ընտրակարգով։ Խոստանում է այս պայմանավորվածությունների, միլիարդերների եւ գործող իշխանությունների տակ ճկված կամ իրանց կողմից օկուպացված քաղաքական դաշտի մակրագործման հնարավորություն ստեղծել։ Մենք դա ենք ասում։ Ու դա ամենայն հավանականությամբ հնարավոր է, եթե քաղաքական ուժերից եւ ոչ ոք չկարողանա իր վարչապետին ներկայացնել պարլամենտ անցած ուժերից, մեծ ուժերից։ Մենք հասկանում ենք, որ մենք մեծ ուժ չենք։ Մենք հասկանում ենք, որ մեր պատուհանը հնարավորությունների այնտեղ է, որտեղ այս երկուսը ոչ մեկը ոչ մյուսը չի կարողանա վարչապետ ներկայացնել։ Բայց սրանք գնալու են երկրորդ փուլ, ժողովուրդը լինելու է էլի ոչ ավելի լավը, քան հիմա կա։ Նույնիսկ մի բան էլ հետընթաց է լինելու, որտեղ մեծ խնդիրներ են սպասվում առաջիկայում, թե արտաքին քաղաքական, թե ներքաղաքական, թե տնտեսական։ Ինչ ենք մենք խոստանում։ Մենք խոստանում ենք նոր կարգերով նոր ընտրություն, եթե վարչապետը եղավ մեզանից։ Իսկ մինչ այդ մենք ինչ ենք խոստանում։ Խոստանում են քաղաքական կյանք մտցնել բոլորովին նոր տրամաբանություն, նոր սկզբունքներ։ Այսինքն մենք կփորձենք այդ թվում պարլամենտ չանցնելու դեպքում մենք կփորձենք քաղաքական դաշտում ցույց տալ նոր տրամաբանություն, քաղաքական մտքի նոր մակարդակ, նոր խոսույթ, գող փիստո քաչալ շնի ցենկով։ Նոր դուք բան էիք ասում, որ Նիկոլ Փաշինյանը այսպես ասում խաղաղություն բան։ Ես մտքումս գիտեք ինչ էի ասում։ Դա կոչվում է պլեբիսցիտարիզմ, նեգատիվ իմաստով։ Հայաստանում երևի թե առաջի անգամ այս խոսքը հնչում, հա։ Հայաստանում ժողովուրդ ջան, մենք քաղաքական մտքից, քաղաքագիտությունից այնքան հեռու ենք, որ էլ չասած։ Նույնիսկ մեր քաղաքագետները խոսում են այնպես, ինչպես տաքսու շոֆերը, բայց ավելի մի քիչ տերմիններ օգտագործելով։ Հարգանքս բոլոր տաքսու շոֆերներին։ Մենք քաղաքագիտություն իսկ առանց դրա պետություն չի լինում։ Մենք առանց ոնց որ ասած մեքենայի ոչ մեխանիկան գիտենք, ոչ երթևեկության կանոնները, մեքենայի անգետ ձեռներս։ Ու առաջիկա 90-ականներին այդ մեր մեքենան ռասկուլաչի տարիք ծախինք, ասենք, չգիտեմ, բագաժնիկը, կապոտը, լուսամուտները ծախինք, բայց քշվում է, հələ որ քշվում է այդ մեքենան։ Ժողովուրդ ընդ պետություն չի լինում սարքել։ Պլեբիսցիտարիզմ անում։ Նիկոլ Փաշինյանի բոլոր ընտրությունները հանրաքվեի տրամաբանություն ունեն։ Այո, ոչ։ Ինքը բերում է մի այնպիսի դիլեմայի առաջա կանգնացնում, որ նես չի, որ մի 3-4 տարբերակ կա, մարդիկ պետք է ընտրություն անեն։ Բերում է հանրաքվեի տրամաբանությամբ, այո կամ ոչ։ Դու ուզում ես խաղաղություն, թե ոչ։ Ով չի ուզում խաղաղություն։ Դու ուզում ես, որ Քոչարյանը գա, թե ոչ, նախորդ ընտրություններին։ Հա մեծամասնությունը չէր ուզում, որ Քոչարյանը հետ գա։ Ու այսպես շարունակ։
Էս անում Նիկոլ Փաշինյանը։ Իսկ պլեբիսցիտարիզմը ինչքան փիս բան է, ոնց է քայքայում պետությունը, մարդիկ դրա մասին ոչ լսել են, ոչ էլ։ Իդեպ պլեբիսցիտարիզմում այդ այսպես դեմոկրատական բռնակալները ունեն մեծամասնության քվեն։ Ընտրություններին մասնակցող մեծամասնության, ոչ թե բնակչության կամ քվեարկողների, քաղաքացիների մեծամասնության, այլ ընտրություններին մասնակցողների մեծամասնության քվեն ունեն։ Հիմա մեր մոտ ասում են դե դեմոկրատիա է, դե լեգիտիմ է, չէ ընկեր, դա պլեբիսցիտարիզմ է, դա չի կարա լեգիտիմ լինի։ Դա պետություն քայքայող տեխնիկա է, որ դու օգտագործում ես։ Դա այսպես ասած մի հատ պրիոմ է, որը չի կարելի այս խաղի մեջ օգտագործել։ Դեմոկրատիայի անվան տակ։ Ես սրա մասին առաջիկայում լայվ կանեմ, ովքեր լսելու են այս մեր հարցազրույցը, առաջիկայում սրա մասին մանրամասն լայվ կանեմ ներկայացնելու համար, թե ինչ արատավոր ճանապարհ է ընտրել եւ ոնց է այս տեսակ դեմոկրատիան քայքայում մեր պետականության հիմքերը։ Պարոն Մանասյան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հրապարակեց իր նախընտրական ծրագիրը եւ դրույթ կա, որ ընտրվելու պարագայում իրենք հեռացնելու են Գարեգին Բ. Հայոց կաթողիկոսին։ Շատ իրավաբաններ պնդում են, որ սա ապօրինի է, նման կետ չի կարող լինել նախընտրական ծրագրում եւ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը պետք է հենց այսօրվանից պահանջ դնեն, որպեսզի ՔՊ-ին արգելվի մասնակցել ընտրություններին։ Ինչ կարծիք ունեք։ Կարծում եմ, որ նման պահանջ եթե լիներ հնարավոր դրան, երկրում էլի եմ ասում հեղափոխություն տեղի կունենար։ Նման պահանջ չի կարա դրվի եւ կյանքի կոչվի։ Բայց պետք է արձանագրել, որ սա այն քաղաքական ուժն է, որը տապալել է եւ խոստանում է տապալել սահմանադրական կարգը երկրում։ Այդքան բան։ Սա Գարեգինի հետ կաթողիկոսի հետ կապված հարց չի, ժողովուրդ։ Սա կաթողիկոսի հետ կապված հարց չի։ Ես էլի մի հատ հպանցիկ բան ասեմ, երբ որ Նարեկը Կիրակոսյան լրագրող հարցնում է, թե դուք գնում եք կառավարման ակադեմիա, տնօրենը չի ամեն անգամ իշնում դες դիմավորում, դուք ուսանող եք, թե վարչապետ, ասում է ես համ ուսանող եմ, համ վարչապետ։ Բայց երբ որ ինքը կաթողիկոսի հրաժարականն է պահանջում կամ չգիտեմ գահանկեց է ուզում անի, այս դեպքում ինքը ասում է ես քաղաքացի եմ, հավատավոր եմ, ես այս պահին բան չեմ, վարչապետ որտես հանդես չեմ գալիս։ Ժողովուրդ ջան, ես հասկանում եմ ձեր համար մեկ է, մեծամասնության համար։ Գոնե Նիկոլին ընտրող մեծամասնության համար, այս ամեն ինչը մեկ է։ Բայց դե ինչ անենք։ Ձեր երեխեքն ու ձեր թոռները կքաշեն այսօրվա ձեր այս տեսակ մատների արանքով վերաբերվելու հետևանքները։ Մենք էլ ամեն ինչ կանենք, որ ձեր երեխեքն ու ձեր թոռները չքաշեն ձեր այսօրվա բաց թողումներն ու անտարբերությունները, որտեղ պետության գլխին եկող չարիքը բոլորիս երեխեքի վրա է գալի։ Այնպես չի, որ կոնկրետ մեկին ազդում է, մյուսը դրանից անմասն է մնում։ Մենք էլ ամեն ինչ կանենք, որ տես չլինի։ Բայց այս տեսակ անգրագետ մոտեցում քաղաքացիությանը, պետության, սեփական պետությանը, ոնց որ դուք եք անում։ Ու հասելա, ես չգիտեի իհարկե, որ ցենց բան կա, բայց այն հասելա բանը նրան, որ մարդը խոստանում է, որ ինքը կտապալի սահմանադրական կարգը, նախընտրական ծրագրում։ Ինչ ասեմ, չեմ հարգում, ոչ հարգում եմ այս տեսակ մոտեցումը, ոչ էլ հարգում եմ այն մարդկանց, որ սրա նկատմամբ անտարբեր են։ Իսկ առավել եւս նրանց, ովքեր կողմ են սրա, նրանց ընդհանրապես ատում եմ, ոչ թե չեմ հարգում։ Հետևենք պրոցեսներին, պարոն Մանասյան, շատ շնորհակալ եմ ձեզ այս հետաքրքիր զրույցի համար։ Ես ձեզանից եմ շնորհակալ։